Շնորհակալություն պարոն Խուդացյան մանրամասն ներկայացնելու համար։ Այդտեղ շատ կարևոր է, որ մենք նշում անենք, որ այս ճանապարհը վերակառուցվում է ընկերության միջոցներով։ Այն պարզ պատճառով, որ մեր քաղաքացիները թյուրիմացության մեջ չընկնեն, ասելով որ 2 տարի առաջ ասֆալտ են արել, նորից են ասֆալտ անում, այլ նպատակներ ունեն, ատկատների նպատակներ ունեն, ինչ որ ընդդիմությունը հաճախ թմկարվում, կարողանանք այդ կասկածները փարատենք, չնայած բոլորս հասկանում ենք, որ սա շարունակական աշխատանք է, մի օրվա չի եւ որակի բարելավումն էլ մեկ անգամ հնարավոր չէ, անընդհատ պետք է այդ ուղղությամբ աշխատենք եւ շատ կարեւոր է նաեւ հանրայնացնել իսկապես, որ կազմակերպությունների շատերը վատ աշխատանք կատարելու արդյունքում ստիպված են նորից իրենց միջոցների հաշվին այդ աշխատանքը կատարել։ Եվ երկրորդ հարցը Հայաստանի ատոմակայանն է վերաբերում, մինչև որտեղ մենք կարող ենք անվտանգ շահագործել, մինչև նոր մրցույթ ատոմակայանի նոր բլոկի կառուցումը, շնորհակալ եմ։ 2026 թվականի ընթացքում հիմա այս օրերին հայկական ատոմային ցանցերը, հայկական ատոմային էներգակայանը անջատված է մեր էներգահամակարգից եւ գտնվում է շահագործման ժամկետի երկարացման երկար ծրագրում։ Մենք յուրաքանչյուր տարի այս գործողությունը իրականացնում ենք եւ ուղղակի 5 տարին մեկ դա ավելի երկար է տևում եւ էներգահամակարգից անջատում ենք շուրջ 3 ամիս։ Աշխատանքները մեկնարկել են արդեն, ուրեմն աշխատանքների կեսից ավելին իրականացվել են, ծրագրի հաջող ավարտի ուրեմն պարագայում, իսկ մենք առավելագույնն ենք անում դրա հաջող ավարտի համար, ատոմականի շահագործման ժամկետը կերկարացվի եւս 10 տարով։ Այսինքն մենք ունենանք առնվազն մինչև 2036 թվականը ուրեմն ատոմային կայանը միացված մեր էներգահամակարգին։ Իհարկե սրան զուգահեռ մենք նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում, արդեն մոդելի ընտրությունը, տեսակի ընտրությունը արել ենք, հայտարարել է կառավարությունը, որ մենք գնում ենք դեպի մոդուլյար ատոմակայանի կառուցման ճանապարհով, տարբեր երկրներից առաջարկներ ունենք, այդ առաջարկները ուսումնասիրում ենք դրանց ինչպես տեխնիկական հատվածները, այնպես էլ անվտանգային եւ ֆինանսական հատվածները, որովհետեւ այս տեխնոլոգիան բավական նոր է ուրեմն համաշխարհային էներգետիկայի ոլորտում եւ այնտեղ մենք շտապողականություն չենք ցուցաբերում, մասնավորապես որ այդ տարբեր երկրների առաջարկների ֆինանսական արժեքներն էլ իրարից տարբերվող են, իսկ մենք գիտենք, որ նոր ատոմականների կառուցման արժեքը էական ազդեցություն է ունենալու սակագնի վրա եւ հետեւաբար մեր համար գլխավոր պայմաններից մեկը նաեւ հնարավորինս մատչելի գին ստանալն է։ Այս առումով չենք շտապում որոշում կայացնել, դեռևս կարծում որոշման կայացումը կտեղափոխենք 2027 թվական, որտեղ շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը մեզ այդ ճկունության հնարավորությունը տալիս է, միևնույն ժամանակ աշխարհի մի քանի երկրներում արդեն էներգահամակարգին միացված այդպիսի ատոմականներ կունենան 2026 թվականի տարեվերջին եւ 2027 թվականի ընթացքում։ Եթե կարճ պատասխանեմ հարցին, ապա շահագործման ժամկետի ծրագրի հաջող ավարտից հետո եւս 10 տարի մենք կկարողանանք մեծամորի ատոմականը պահել մեր էներգահամակարգում։ Շնորհակալություն, կարևոր էր պարոն Խուդացյան, որ հասարակությունը իմանա, որ 10 տարի անվտանգ կարող ենք դեռևս շահագործել ատոմակայանը։ Բակրատյան, պետք է ասեմ, որ սովորաբար այն տեսակի ատոմականներ, որի պես է մեծամորի ատոմականը, այս բան աշխարհի տարբեր երկրներում կան, անվտանգ աշխատում են եւ դրանք աշխատում են 50 տարուց արդեն ավել, բազմաթիվ երկրներում կան, որոնց տարիքը 50 եւ ավել է։ Հայաստանի ատոմականի տարիքը ավելի կարճ է, դրան գումարած նաև այն հանգամանքը, որ ատոմակայանը որոշակի ժամանակահատվածում չի շահագործվել եւ օրացային տարիքը ասվածը շահագործման բուն տարիքի հետ որոշակի տարբերություն ունի, չնայած մեծ չէ թիվը 2-3 տարվա մասն է խոսքը, բայց այնուամենայնիվ կարևոր է արձանագրել, որ այս տեսակի ատոմականներ իրենց տարիքով ավելի մեծ աշխարհի տարբեր երկրներում անվտանգ շահագործում են եւ քաղաքացիները այդ մասով պիտի մտահոգություններ չունենան, մասնավորապես նաեւ այն հանգամանքը հաշվի առնելով, որ մենք բնականաբար ատոմական ենք շահագործում աշխարհի առաջատար ընկերությունների հետ աշխատանքներ իրականացնելով, փորձարկումներ իրականացնելով, ուսումնասիրություններ իրականացնելով, նկատի ունեմ ոչ միայն տեղի թիմն է զբաղվում ուրեմն անվտանգ շահագործմամբ, այլև միջազգային կառույցների հսկողությամբ է դա տեղի ունենում եւ վստահ եմ, որ մեր ատոմականը անվտանգ կշարունակի դեռևս երկար ժամանակ աշխատել, ոչ միայն մինչեւ 36 թվականը, այլև ի վիճակի կլինի անվտանգ աշխատել նաեւ դրանից հետո։